Մհեր Մկրտչյանի անվան թատրոնում դիտում էինք ռոդարիական հեքիաթներ ներկայացումը։ Մի քանի հեքիաթներ դիտեցինք։ Մենք դիտեցինք Թափանցիկ Ջակոմոնը, Ջովանինոն, Պրիվ Պրուվ Պրաֆը, Քնել Արթնանալ և Շփոթ Պապը։ Ինձ դուր եկավ Շփոթ Պապը, այդ հեքիաթը շատ ծիծաղելի էր, Թորնիկի պապիկը ամեն ինչ շփոթում էր։ Ինձ դուր եկավ Պրիվ Պրուվ Պրաֆը, որովհետև երեխաները իրար ուրիշ բառերով էին ասում, բայց ինչ-որ հայրիկ հասկանում էր։ Եկավ Պրիվ Պրուվ Պրաֆը, ինձ դուր եկավ Քնել Արթնանալ, որովհետև էլ աղջիկը չի ուզում քնի, փոքրալու բրջում դառնում։ Ինձ դուր եկավ Շփոթ Պապը, որովհետև այնտեղ գայլը ուզում էր փոխել բանը, կարմիր գլխարկին բան աներ, ուտեր։ Ես հավանեցի Պրիվ Պրուվ Պրաֆը։ Ծիծաղելի էր Պրիվ Պրուվ Պրաֆը, որովհետև երեխաները նոր ծիծաղալու լեզու էին սովորել։ Նույնիսկ ես հարցրեցի թագավորի քթին կպնել, ինչպես Ջովանինոն։ Ինձ շատ դուր եկավ, որ ես կպամ թագավորի քթին։ Ինձ դուր եկավ թագավորի քթին։ Ինձ դուր եկավ, որ թագավորի քթին կպամ։ Ինձ դուր եկավ, որ թագավորի քթին շատ ծիծաղելի էր, որ թագավորը եկավ մեր մոտ և թողեց կպնենք իր քթին։ Ինձ ծիծաղելի էր Շփոթ Պապը։ Ինձ դուր եկավ Պրիվ Պրուվ Պրաֆը։ Ինձ դուր եկավ, որովհետև իրանք ուրիշ լեզվով էին խոսում։ Ինձ դուր եկավ, որ ես կպամ թագավորի քթին։ Ինձ դուր եկավ, որ Պրիվ Պրուվ Պրաֆը։ Ինձ դուր եկավ, որ թագավորի քթին ձեռք տվեց։ Ներկայացումը մեզ սովորեցնում է, որ աշխարհը հիասքանչ է, մեծերին լսել և ծնողներին պիտի հարգել։ Հեքիաթը մեզ սովորեցրեց, որ ինչ-որ են մյուս մարդն է անում, պիտի առաջինը մտածենք ինչ էր անում, նոր կրկնենք։